Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հարավ Ֆիդանյանը ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Նա մարտի 23-ից կդառնա Հայաստանի Հանրապետության կապի սպան Եվրապոլում, Հաագայում։ Նշանակումը դիտվում է որպես անվտանգության ոլորտում եվրոպական ուղղության ուժեղացում։ Ֆիդանյանը ներկայացնելու է Հայաստանը Եվրոպոլում։ Քաղաքական շրջանակներում սա գնահատվում է որպես վստահության բարձր մակարդակի նշանակություն։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն չի կարող լքել Հայաստանը եւ մասնակցել Իլիա II-ի հուղարկավորությանը։ Այս մասին հայտարարել է միտրոպոլիտ Նիկոլոս Պաչուաշվիլին։ Չնայած պաշտոնական հրավերին, դատարանի որոշմամբ կաթողիկոսին արգելված է մեկնել երկրից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իշխանությունները չեն քննարկում նրա մասնակցությունը։ Իրավիճակը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Պապկեն Հարությունյանը նշանակվել է Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Նա երկար տարիներ աշխատել է տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության գործերով։ Հարությունյանը համարվում է համակարգում փորձառու կադր։ Նրա առաջխաղացումը դիտվում է որպես ներքին կադրային ուժեղացում։ Արթուր Նահապետյանի հրամանով նշանակվել են նոր տարածքային ղեկավարներ։ Արման Աբաջանյանը ղեկավարելու է Լոռու եւ Շիրակի ուղղությունը, իսկ Արման Սարգսյանը Սյունիք եւ Վայոց ձոր։ Այս քայլը մաս է կազմում 2025-ի կառուցվածքային մեծ փոփոխությունների։ Ստեղծվում են նոր մարզային ստորաբաժանումներ արագ արձագանքի համար։ Իշխանությունները խոստանում են ավելի կոշտ պայքարել կոռուպցիայի դեմ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանի հետ սահմանին արտասովոր մեծ շարժ չի նկատվել։ Նա ընդգծել է, որ դիվանագիտական կառույցներն աշխատել են շուրջօրյա ռեժիմով։ Տասնյակ երկրներում ՀՀ քաղաքացիներին աջակցություն է ցուցաբերվել։ Կազմակերպվել են նաև անվճար տեղափոխումներ եւ տարհանումներ։ Հայաստանը փորձում է պահպանել կայունություն տարածաշրջանային լարվածության ֆոնին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է հրաձգության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին։ Նա ընդգծել է, որ քաղաքապետարանը մեծացնում է սպորտի ֆինանսավորումը։ Երևանում ակտիվորեն զարգացվում են մարզական ծրագրեր եւ ենթակառուցվածքներ։ Նպատակն է ձևավորել առողջ եւ ակտիվ համայնք։ Քաղաքը փորձում է դիրքավորվել որպես տարածաշրջանային սպորտային կենտրոն։ Երևանի պետական համալսարանում բացվել է նոր ժամանակակից լսարան։ Ծրագիրը իրականացվում է Քուանթամագիստրոսական ծրագրի շրջանակում։ Մասնակցել են Աննա Հակոբյանը եւ Հովանես Հովանեսյանը։ Նոր միջավայրը թույլ կտա զարգացնել գիտական եւ գործնական հմտություններ։ Սա քայլ է դեպի բարձր տեխնոլոգիական կրթության զարգացում Հայաստանում։ Նախագիծը միտված է նաեւ միջազգային համագործակցության ընդլայնմանը եւ արտասահմանյան մասնագետների ներգրավմանը։ Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի նվազեցնել ուղեղների արտահոսքը եւ խթանել գիտության զարգացումը երկրում։ Ռոման Մախմուդյանը նշանակվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։ Մինչ այս վերջինը զբաղեցրել է ղեկավարի տեղակալի պաշտոն։ Նշանակումը դիտվում է որպես համակարգային կայունության պահպանում։ Նոր ղեկավարից ակնկալվում է բարձր քննությունների արդյունավետություն եւ արագություն։ Նրա նշանակումը կարող է ազդել նաեւ քրեական գործերի բացահայտման ցուցանիշների վրա մայրաքաղաքում։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթակոսը հայտարարել է, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա։ Նա ելույթ է ունեցել Գյումրիում, շեշտելով ժողովրդավարության կարևորությունը։ Ըստ նրա, Եվրոպան արժեքների միություն է, ոչ թե միայն աշխարհագրություն։ Նա կոչ է արել պաշտպանել ընտրությունների արդարությունը։ Սա հստակ քաղաքական մեսիջ է Երևանի համար։ Կոսը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում։ Այս հայտարարությունները դիտվում են որպես ազդակ եվրոպական ինտեգրման գործընթացի արագացման համար։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը հասել է 14.5 միլիարդ դոլարի, սակայն իշխանությունները պնդում են, որ այն մնում է կառավարելի։ Պարտք ՀՆԱ հարաբերակցությունը պահպանվում է 50%-ից ցածր մակարդակում։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ռիսկերը վերահսկվում են։ Աճում է նաև ներքին պարտքի մասնաբաժինը։ Տնտեսական կայունությունը դառնում է քաղաքական գլխավոր թեմաներից մեկը։ Փորձագետները միաժամանակ զգուշացնում են արտաքին տնտեսական ցնցումների հնարավոր ազդեցության մասին։ Պետությունը փորձում է հավասարակշռել պարտքային բեռը, խուսափելով ֆինանսական ճնշումների կտրուկ աճից։